Ես անհոգնել ես այս պատմության մասին անդադ ուզում եմ խոսեմ, որովհետև սա ընդհանրապես ծաղր է արդարադատության նկատմամբ։ Ուրեմն մի պատահականություն, որ հայտնվել է Բարսաշճան պաշտոնում, իմնեմիմիի մի հաղորդումից հետո, որի հյուրն էր նախագահ Սերժ Սարգսյանը, ամենավերջի վիրավորական արտահայտություններով անդրադառնում է Նարեկին եւ Վազգենին։ Խոսքս ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասին է։ Հետո տղաները իրան տալիս են համարժեք պատասխան։ Ուրեմն Ալեն Սիմոնյանին, որը փաստորեն այս լեզվական մենամարտի հեղինակն էր կամ սադրիչը, իրավապահ մարմինները ընդհանրապես հարց չունեն, բայց նրա բողոքի հիման վրա քրեական գործ են հարուցում Նարեկի ու Վազգենի դեմ։ Ամենահետաքրքիրն է նա, որ այս պատմության մեջ հատկապես Սամսոնյան Նարեկի դրվագը շատ ուշագրավ է, որտեղ Նարեկին ըստ էության բռնել են հետույք բառը օգտագործելու համար։ Այսինքն ոչինչ, որ այս մեր պետության առաջի դեմքը դոփելու շինելու մեծ սիրահար է, եւ այդ ազգային ժողովի թիվ 1, երկրի թիվ 1 ամբիոնից այդ մասին է խոսում։ Ոչինչ, որ դրա համար մի հատ ներողությունով բավարարվում է, բայց հետո էլի այդ նույն բառամթերքը օգտագործում է, բայց որ Նարեկը մի հետույք բառ ասել, մեր ամբողջ դատաիրավական համակարգը ցնցվել է եւ ցնցումից դուրս գալու միակ ձևը համարել են Նարեկին ու Վազգենի կալանավորել։ Պատկերացնում ես տրագիկոմեդիան։ Ոչինչ, որ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թքում է, ոչինչ, որ մարդկանց օգնությամբ կամ իրանց միջին վիճակագրական ընտրողը մատա ցույց տալի, կամ մի հատ տեսեք այսօր կաթողիկոսը մեղադրյալ է, բայց այդտենց էլ ոնց որ թե մեղադրյալ չդարձավ մեկը, որը քարով ուզում էր կաթողիկոսի գլուխը ջարդել։ Կամ եթե դարձել էլ է, ակնհայտորեն պարզ է, չէ, որ ոչ մի իրավական հետևանք չի առաջացրել այդ մարդու համար։ Հիմա